Տիգրան Համասյանը ֆլեյտարը եւ ալտիստ է։ Ոնց որ անեկդոտի սկիզբ լինի։ Ես սովորչիկ Կարող եմ երաժշտության հետ կապված լինի։ Էլ ինչ-որ բար չափեր եք խփում։ Բայց տարբերությունը զգում ես ջրի։ Հա, միանշանակ։ Չգիտեմ ինչքան է զտած, բայց այդ էլ հարց է։ Կամ ոնց է զտած։ Հա, բայց էսի ամենակարևոր մասն էր իմ կարծիքով ջրի հետ կապված։ Քանի կանալիզացիան չենք հասել, սկսենք։ Սաղ եկենք։ Վերջերս ջազային աշխարհում տեղի ունեցավ կարևոր իրադարձություն, դուրս եկավ Տիգրան Համասյանի Manifest ալբոմը։ Այսօր մենք ալբոմի հեղինակի հետ, Տիգրան Համասյանի հետ խոսելու ենք ալբոմից եւ ոչ միայն, բայց սա դեռ ամենը չէ, մեզ հետ է նաեւ ալբոմի վիզուալ առումով գլխավոր դիրիժոր, լուսանկարիչ, Ռամբալ Կոշեի հիմնադիր Վահան Ստեփանյանը։ Ալբոմը ունի տեքստ, այսինքն երաժշտության մարդը, որը ավելի շատ տեքստից է երևի գնում, ինչ որ անշոշափելի ոլորտ, երաժշտություն, Manifest է գրել, հայտարարություն, ուզում եմ հասկանամ այդ ինչ ներքին անհրաժեշտությունից է ծնվել ձեզ մոտ։ Manifest-ի գաղափարը իդեպ Վահանի գաղափարն էր, այսինքն կոնցեպտը, որ զտվի ոնց որ երաժշտությունը արդեն ինքն իրենով այդ manifest-ը ասում է, այն ինչ որ երաժշտությունը ասում է, ինչ որ պատմում է, ոնց որ զտվի դրա բառերը։ Հա, բայց հետո տեքստի վրա ես աշխատել եմ ինչ որ մի պահ եւ ընդհանուր մտքեր, որոնք որ ուզեցել եմ արտահայտեմ, դեղ զետեղել եմ էլի։ Հա, ով չի կարդաց այդ տեքստը, խորհուրդ եմ տալի կարդալ, շատ հետաքրքիր է հիմնականում ստեղծագործողի որոնումների մասին, ինքն իր ներսը թափանցելու, խորանալու եւ ոչ միայն մանկության, աշխարհի, պատերազմի։ Այս հարցազրույցին պատրաստվելու համար անդադ լսում էի ալբոմը։ Ու ոնց որ ուզում էի դնել լսեի ու այդ ընթացքում ինչ որ հարցերը տեղից առաջացներ, բայց ամենահետաքրքիրն էր որ լսում էի մի ժամ 12 րոպե ու մոռանում էի ինչի համար եմ լսում։ Ինքը որտեվ տանում էր։ Ու ինչ որ ինձ թվաց ինչ որ ծրագրային բան կա, ոնց որ չգիտեմ ծրագրային սիմֆոնիայի պես էլի, այսինքն սա իրար հետ ինչ որ սյուիտի պես բան էր, հաջորդականություն ձուլվում էր, չգիտեմ նախերգանքից, որոնողների համար, մինչև պատերազմ, Վագնի ծնունդ ու ամենավերջում այդ ազգային ապաշխարության հիմն։ Կասեք, այս ինչ որ ժամանակներից բխած բաներ, այսինքն ինչ որ ընդհանուր ճգնաժամից, հա, ճգնաժամից դուրս հանելու ինչ որ միջոցով։ Նախ, հա, այդ ճիշտ եք ասում, որովհետև ցանկացած ծրագիր, որ անում եմ, այսինքն ալբոմը ինքը կառուցվածք ունի եւ երգերը միմյանց հետ կապ ունեն։ Իրենց կառուցվածքով իրենց թեմաները, որ կարող են մեկը մյուսի մեջ ի հայտ գալ, կարող է շատ հենց թաքնված լինեն այդ թեմաները եւ այլն, բայց այս բaragային, այս ալբոմի բaragային դեռ կա 3 ստեղծագործություն, որոնք որ իրար հետ կապ ունեն, նա երաժշտականորեն եւ թեմատիկ առումով։ Երևի դասողները կհասկանան, որ դա ստեղծագործությունների մասին է խոսքը, եւ հա, ինչ որ process-ի ընթացքում ես հասկանում եմ, թե ինչ, որտեղ շատ ստեղծագործություններ կան, անդադ նոր ստեղծագործություններ են ծնվում եւ որ թեմաները, որ մտքերը նոր ալբոմի մեջ պետք է լինեն, այդ մի հատ process է, էլի, որը ես մոտ մի քիչ երկար է։ Ես շատ երկար եմ գրում ստեղծագործություններ, այնտեղ ստեղծագործություններ կան, որի իդեաները ծնվել են մի 15 տարի առաջ, ու նոր հիմա ես վերջացրել եմ դրանք։ Բայց կան նաև ստեղծագործություններ, որոնք վերջացել եմ մի ամսվա ընթացքում։ Մի քիչ, բայց կամացից ոնց որ երևում է իր տեսքը, ալբոմի ուղղությունը եւ ինչն է պակաս, ինչն է ավելորդ, եւ
ինչ կապող բաներ կան այդ բոլոր ստեղծագործություններին, համ երաժշտականորեն, համ էլ իր էներգիայով, իր տրամադրությամբ։ Ամենաառաջինը, որ ինքը գրավում է, որ դու կարող ես որսաս այդ հայկականությունը, թե հոգևոր երաժշտության, թե գեղեցկական երաժշտության, ու այդ առումով այդ ալբոմը անընդհատ լսելու ընթացքում մի հատ sense միտք առաջացավ, որ կարելի է շատ մի հատ նույնիսկ կարճ ռոլիկով հայկական երաժշտության ինչ որ դինամիկան թռիչքաձև ցույց տալ, օրինակ շատ մեծ ինչ որ կտրվածքով մի 1000 տարվա, չգիտեմ, ներսը շնորհալուց վերցնես ու գաս, չգիտեմ, ինչ որ 19-րդ դարի կեսեր, որտեղ արդեն ինչ որ հոմոֆոն հարմոնիկաներ առաջացնում, այնտեղ երկմալյան բան, այնտեղ կոմիտաս պոլիֆոնիա ու մի հատ թռիչքանես դեպի մեր ժամանակներ Տիգրան Համասյանի ինչ որ նոր ալբոմ։ Այս առումով շատ հետաքրքիր էր։ Ձեր ալբոմը ոնց որ եթե ներսը շնորհալին, չգիտեմ, լսեր, կասեր շատ շնորհալի ալբոմ է, հա։ Ես մտածում եմ այս հարցերի հետ կապված դե իրար հետ քննարկում ենք Տիկոյի հետ առասարակ այս ալբոմը, անունը, կոնցեպտը եւ այլն ու տեքստը ինքը չի քննարկվել, ես որ ես մտածում եմ տեքստը ավելի շուտ ա եղել, քան բոլոր վիզուալները։ Իսկ սկզբանե երկար, հա, Տիկոյի հետ քննարկել ենք, տարբեր մարդկանց հետ ենք քննարկել, հետո Տիկոն առանձին ա գրել, հետո այսինքն ինքը ոնց որ շատ կարևոր բան է, որտեվ ես կարծում եմ, ստեղ ոնց որ իմ անունից համենայնպես կամ այս ամբողջ պրոյեկտի անունից մենք Հայաստանում ստեղծագործ մարդու թեման, որը որ կա, սովորաբար ինքը մնում է այ հենց իր դիսցիպլինայի մեջ, այսինքն նկարողը մենակ նկարում է, երաժշտություն գրողը մենակ գրում է եւ այլն, ու այդ ամեն ինչը նաեւ այն էլ Հայաստանում այդ մարդիկ ստիպված են իրանք էլ դրա մասին պատմեն, ու իրանք սովորաբար դրա մասնագետները չեն, ու լիքը բան, որը այդ ստեղծագործվում է Հայաստանում մնում է անտեր, որովհետեւ ոնց որ ինքը արվում է ու վերջանում է։ Հիմա այստեղ համ իր ֆորման, ոնց որ իմ այդ դիրիժորությունը ենթադրում էր ամենակարևորը այն, որ ես փորձեմ հավաքեմ մարդկանց ու հենց Տիկոյից այդ ամեն ինչը թող սկսի, բայց ոնց որ դառնա հնարավորություն հավաքելու այդ ստեղծագործ մարդկանց, որտեղ ցույց տանք այ հենց այդ, որ ամեն մեկը առանձին անում է։ Ունդեղ կակրած մի հատ գործ կա հենց մանիֆեստա կոչվում, որը լրիվ տարբեր տեղերում, լրիվ տարբեր ձևերով քննարկում էինք, որ ինչ որ մի վիզուալի հետ կապված ու ես դու պատմեցիր, հələ այդքան Տիկոյի հետ չեմ խոսել, բայց ինքը քանի որ երկար կտավապ դինենց անես, որ մարդը չհոգնի այդ երկար ժամանակ վիզուալից ու առաջի մտքերից մեկը այն էր, որ այդ կլիպի միջոցով պատմես այդ ստեղծագործ անցյալը ընդհանրապես որ մենք ունեցել ենք, որովհետև մեզ ոնց որ այն պատմությունը, որը որ տալիս են, իմ կարծիքով էլի շատ թերի են տալիս, այսինքն հիմա դու ինչ որ բաներ խոսում ես Կոմիտասից, Եկմանյանից եւ այլն, համոզված եմ դու այդ ինքդ ես դրան հասել, ոչ թե ինչ որ դպրոցում են քեզ պատմել կամ ուրիշ տեղ, այսինքն մենք այս ալբոմով փորձ ենք անում ինչ որ ձևի կարևորելու ավելի այդ ստեղծագործ մարդու արածը։ Հիմա այդ լինի տեքստ, լինի երաժշտություն, տեքստը ուղղակի ստեղ մի քիչ ավելի հասանելի ֆորմատ է, որտեղ մեկը ես լսելով ալբոմը ոչի բան չեմ կարողանում իր հետ իր ընթացքում լսելու ընթացքում անեմ։ Չի ստացվում, այսինքն կարող է իմ դեպքում այդ թող մի քիչ բան լինի, քանի որ մասեմ էլի սրա դες միանշանակ չլինի վերաբերումքը, բայց ինքը ոնց որ քեզ տողում է, որ մտածես, հարց տաս, որտեվ եթե տենց նայում ես, արվեստը կարա համ պատասխանի, կարա համ էլ հարցնի։ Հիմա այդ զուգահեռ երկու բանն է գնում, որտեղ որ անընդհատ խոսելու ենք այդ մարդկանց մասին, որտեվ այդ մարդիկ սովորաբար տենց ենթա մշակույթում ինչ որ միտեղ խորքում տեղավորված են ու այս կարևոր է մարդը հասկանա, որ թե տեքստի միջոցով, թե ամբողջ պրոյեկտի միջոցով, որ այդ մարդիկ շատ ավելի են անում ու մտածում, քան թե ուղղակի վերջում այդ մի հատ երաժշտությունը կամ վերջում մի հատ ֆոտոն, հա, ոնց որ շատերի մոտ մեկա կա չէ, լավ չի նվագում կամ հալա ֆոտո չի արածը կամ չգիտեմ ինչ, բայց մեծ հաշվով այդ բոլոր տեղերում է երևում այդ վերաբերմունքը, էլի ոչ թե կոնկրետ ինչ որ հենց այդ մասի վրա, որտեվ հետո նույն մարդուն կարելի է հարցնել, իսկ այն ինչ որ դու ուտում ես գոհ ես կամ ոնց որ այդքան մտածել ես, ինչ ես դու ուտում ենք, խոսում ենք ջրից, այդքան մտածել ես, ինչ ես դու խմում։ Այդ դրանք ոնց որ մի քիչ ավելի ուշադիր լինել սեփական անձի հանդեպ ու հասկանալ, որ ինչ անում ես, նախ քո համար ես անում, ոչ թե ուրիշի։ Այսինքն շատ կարևոր թեման կա իմ կարծիքով, որ քննարկում ենք էլի, այդ մի հատ բան է, որի մասին մենք երբեք չենք խոսել, այսինքն էս կարա իր ֆորմատով շատ կարևոր նախադեպ լինի,
որ մարդիկ վերջապես ուշադրություն դարձնեն իրենց ու իրենց ստեղծագործածին ու ինչի են այդ ամեն ինչը անում, իսկ ինչ հարցեր տան։ Այդ տենց հարցեր ենք մեզ տալի։ Ում համար ենք անում, ինչ ենք անում, ինչ ենք հանրայնացնում այս ամեն ինչը, հա, տենց այդ խոսակցությունները։ Ով ենք մենք։ Հա, այդ էլ կար իրականում, ինչի է ուրա գնալու, ոնց է դառնալու, այդ կարևոր պահը չէ, այսինքն մարդը ով որ ստեղծագործում է, ինքը որոշում է շատ sense կարևոր մի հատ որոշում է կայացնում իրականքում, որ ինքը այդ ուզում է հանրայնացնի։ Որտեղ դու կարող ես ստեղծագործող լինել, ուղղակի քո համար տանը նստել, չգիտեմ, ստեղծագործել ու փակել դրանով թեման։ Եթե հանրայնացնում ես, արդեն այդ հարցն է գալի, ում համար ես անում, որտեղից ես այդ վերցնում, ինչ ես ուզում տաս, ինչի ես առհասարակ այդ անում, ինչի ես առհասարակ ստեղծագործում։ Այս sense հարցերի պատասխանները ու այդ մեծ հաշվով գրածատիկոյի տեքստում, հա, բայց ամեն մեկս ընթացքում էլ ու հիմա էլ անընդհատ տենց հարցեր ենք բարձրացրել։ Ու շատ տեղերում իրականում ինքնահետաքրքիր, որ ինչ որ պատասխաններ համընկել են։ Այսինքն օրինակ ցանկացածը սովոր համենայնպես հիմա հələ երևում է որ ներգրավված են, որտեղ անդադ ավել մարդ է ներգրավելու այս նախագծի մեջ, ոչ մեկի մոտ չէր քննարկվում, որ այն ինչ որ դու անում ես, առաջինը նախ քո համար ես անում։ Բայց ես համոզված եմ, որ շատերի մոտ այդպես հարցական ոնց քո, եթե քո համար ես անում, ինչ ես հանրայնացնում այդ դեպքում։ Ուզում ասեմ, այսպես կարևոր հարցեր է բարձրացնում այս ալբոմը ու տեքստը ինքը հա ամենաշատն էր պետք, որ ելի չթողես մարդու այդ զգայական շերտի վրա, որ ինքը ուղղակի լսի ու ինչ որտեղ իրան տանի, այդ մեկը կանի գործը իր ձևով էլի։ Հա մանիֆեստը, ինչպես առհասարակ մանիֆեստ է, միշտ բացի նրանից, որ ինչը ինքը ուզում, նաև ցույց տալի թե ինչին ես դեմ։ Այսինքն ինչ որ անհաշտությունից բողոքի ձայնը ինչ որ առումով իմ կարծիքով մանիֆեստը ու հանգիստ չմնալու այդ ստեղծագործողի պոզիցիան է, էլի, որ ասենց ուզում արդեն ուղիղ տեքստով հանդես գա։ Գիտեք ինչն է հետաքրքրում, այսինքն որ լսում ենք հասկանում ինչքան ես փորում դու, փորում մեր հայկականը ու այդպես համադրելով ամենաժամանակակից sense արտահայտչական միջոցներով, չգիտեմ, էլեկտրոնիկա, ջազ, չգիտեմ, պրոգրեսիվ ռոք, ոնց է բալանսը պահվում այդ ձեր հետազոտական աշխատանքները ակտիվ համերգային կյանքի հետ։ Ինչ որ տենց շրջաններ կա, հիմա ես ոնց որ փորում եմ, իսկ հիմա ես ցույց եմ տալի։ Այդ փորելը միշտ շարունակվում է, նույնիսկ ես թեման շատ հետաքրքիր թեմա է, որտեղ մենք երբ որ ալբոմը գրում ենք, վերջացնում ենք, որ սկսում ենք տուր անել, ես նորից եմ ուզում այդ ալբոմը մի հատ էլ գրեմ, որովհետև այդ տուրերի ընթացքում այսինքն այնքան բան է փոխվում, այնքան բան է ավելանում, փոխվում, պակասվում, որ ինքը ապրող բան է։ Այդ փորփրելը, նորից փնտրելը, այ կարող է, բայց այս հետո մի բան կա, որ արտիստի հենց չի կարող արտիստը ուղղակի ամեն օր նույն բանը sense նվագի։ Ամեն օր ուզում ես փորձես մի նոր բան, նույնիսկ այդ գրած ստեղծագործության մեջ։ Մանավանդ իմ պարագայում ես ջազի աշխարհից եմ գալիս եւ իմպրովիզացիան այդ իմ համար չեմ կարող իմպրովիզացիա չանեմ, նույնիսկ իմ փոքր ժամանակ, որ ասենք մաման դնում էր էտյուդները, որ պարապեի, հենց սենյակից դուրս էր գալիս, այդ էտյուդները տենց սկսում էին ձևափոխվել։ Այսինքն այդ թեման շատ կարևոր է ու շատ կարևոր process է դա։ Բայց նաև պետք է ոնց որ այդ բնական լինի, էլի։ Երբ որ դա բնական է, այսինքն այդ ուզելը բնական պետք է լինի, որ այդ ամեն անգամ փնտրես ամեն ինչի մեջ։ Ու այդ փնտրտուկը միշտ է, այսինքն չկա ինչ որ ժամանակահատված, որ ես մենակ փնտրելով բանով եմ զբաղվում, այդ ամբողջ կյանքի ընթացքում է այդ ոնց շարունակում ու կախված ծրագրից այդ փնտրած ոնց որ նյութը դուրս է գալիս բնականորեն։ Ու այստեղ մի հատ շատ կարևոր բան կա, որը հենց մանիֆեստ տեքստի մեջ կա, որ չկա նոր բան։ Այսինքն ինքը կա, բայց նաև մենք չենք կարող չմտածել նրա մասին, որ ցանկացած նոր բան ստեղծվել է մեր նախնիների փորձի վրա, այսինքն ինչ որ նույն սխալների վրա, ու մենք էլ ենք հենց հիմա սխալներ անում, որը հետո մեզնից հետո պետք է շտկեն կամ
մեր ինֆորմացիան էլ այդ բանը տնտեի մեջ մտնելու հետագա սերունդների համար ու այդ առումով ոնց որ մենք մի բան լինենք, մի օրգանիզմ, բնական շարունակություն։ Ոչ միայն հայերը, այլ ընդհանուր, որտեղ նույն ինչքան էլ ես հայկական երաժշտությունից ազդված լինեմ ու իմ երակների մեջով այդ հոսում է այդ դնթն, նաև ես ասենք չեմ կարող չլսել Յան Գարբարեկի երաժշտությունը ու շատ իրանից եմ ազդված կամ նույն ինչ ասեմ հնդկական դասական երաժշտություն, նորվեգական ժողովրդական երաժշտություն, ինքը ջազը դել չեմ ասում նույն Շոստակովիչն ու Բախը եւ այլն։ Իսկին իրանք այդ գիտակցությունը մենակ ես ավելի շատ եմ հասկանում հայկական երաժշտության ու մշակույթի մասին, երբ որ ավելի շատ խորհրդանում եմ նաեւ ընդհանուր պատմության համաշխարհային ու համաշխարհային մշակույթի մեջ Այն ինչու իհարկե ինձ հոգի հարազատ է, այսինքն բաներ կան, որ ասենք աֆրիկյան երկրների երաժշտություններից շատ ֆանտաստիկ բաներ կան, բայց այնտեղ կան հատուկ երկրներ, օրինակ նույն Մալին ու Եթովպիան, որ այնտեղի երաժշտությունը կամ Մադագասկարի երաժշտությունը օրինակ հատուկ եմ սիրում, բայց մարդկա ուրիշ երկրների երաժշտություններն են սիրում աֆրիկյան, այսինքն այդ մի քիչ ամել արդեն կախված է թե ինչ մանկություն ես ունեցել, ինչ ազդեցություն է, ինչ երաժշտություն ես լսել, ընդհանրապես ինչ ազդեցություն ես ունեցել կյանքում։ Մեծ ծավալներ են։ Այսինքն զուտ հենց նույն պատմությունը, դու ինչքան հետ գնաս, ինչ որ մի կետից բոլորս ինչ որ մի ձևի բարեկամ ենք։ Այդ նշանակում է, որ ինչ որ մի կետից բոլորս նույն ձևի ենք զգում։ Ու շատ բաներ, օրինակ, եթե կուզինց որ ասում են հատիկոն ջազ կամ Ուզում ես վաղուց ոչ միայն տիկո, այլ առասարակ իմ մեջ հանել եմ նույն այդ երաժշտության մեջի ժանրերի բաժանումը։ Ուղղակի չկա իմ մեջ այդ թեման։ Էլի հարց չկա, ես հասկանում եմ ինչն է ռոք կամ ռոք համերգը կամ այսինքն ինչով է տարբերվում դասականը եւ այլն, բայց ոնց որ ինքդ քո մեջ դու չես կարող, այսինքն, չգիտեմ, 70-ականներին շատ ընդունված էր, որ վերցնում էին դասական ստեղծագործություն ու իրան ձևափոխում էին ռոք ֆորմատով, հա։ Հիմա ոնց որ այդ ի՞նչ է դրանը, հա, կամ այդ բաժանումը երաժշտության մեջ ու առհասարակել ինքը ինչ որ մի կետից պիտի դուրս գա, որ դառնա ավելի կարևոր խոսակցությունների մասին, հա, այսինքն ինչ որ բան մանգալու, ինչ որ բան հիշելու, քո մանեկածը ինչ որ ձև քո մեջ դասավորելու։ Այսինքն շատ ավելի այս անընդհատ հետ են գնալու մեր խոսակցություններին, որտեղ են ինչի մասը խոսում ենք, շատ բաներ լրիվ ուրիշ ֆորմատով, ուրիշ ձևի անդադ քննարկել ու մաղել ենք, ու հիմա որ ցենց տիկոն խոսում է լսում եմ կամ ես խոսում եմ, հասկանում եմ, որ այդ ընթացքում անընդհատ դրա վարիացիաներն են, այսինքն ինչ որ են ամենահիմքերին հասնենք, որտեղ որ նույն այդ բանի Wartime Poem-ի կլիպը շատերը որ նայում էին, ասում են հա այս պատերազմի, չէ, ինքը մեկը երեխեքի մասին է ի վերջո, որովհետև ինչի sense կպավ դրան, որովհետև իրանց համար է պետք է այդ ամեն ինչը կարևոր լինի, ոչ թե այդ ինչ որ տեղից է, այլ ոնց որ այդ իրանց որ այն ամեն ինչը դու անում ես կարևոր է, պետք չի իրա բաժանել ինչ որ բաներ, որ դու պետք է փորես, որ դու պետք է այդ փորածը քո մեջ փորձես դասավորես, քո մեջից ինքը դուրս գա, ինչ ես դու վերցնում ու ինչ ես դու տալի, էլի, այսինքն ինչ որ բարձ հարցեր են, դրա համար այնտեղ ոնց որ այդ բաժանումը չկա, հիմա ցստիկոն ասում, մտածում եմ, որ հա ես լրիվ մի կողմից եմ համոզված եմ գտել եթովպիական բանը, երաժշտությունը, ինքը ուրիշ, դաժե ասենք շատ հետո ենք խոսել, բայց որ հետո գալիս է կպնում է, ինքը մի բանով է զբաղվում, ես ուրիշ բանով, դու ուրիշ բանով ես զբաղվում, բայց ինքը այդ երաժշտությունը ամեն մեկից ինչ որ մի ձևով կպնում է ու ինչ որ մի ձևով մեր արածը սարքում է ուրիշ։ Հիմա դու դրանից չես դադարում լինել հայ ու չես դադարում ոնց որ այն ինչ որ եկե հասել է քեզ, հա, ինտուիտիվ կամ սենց ֆիզիկապես տեսնելով կամ լսելով, զգալով եւ այլն, այդ մի բան է, բայց մեկը դու պետք է պատկերացնես, որ դու քո մեջ ես ամեն ինչը քո մեջ է, տենց է ստացվել, այսինքն ինչ որ տեղի է ունեցել աշխարհում, անկախ նայած ինչի ես դու հավատում, ինչքան հետ կարաս գնաս պատմության մեջ, որն է քո կետը, հա, որից որ ես ամեն ինչը սկսել է, այդ ամեն ինչը քո մեջ է, այդ տենց է, այսինքն այս ինչ որ տես փիլիսոփայական մտքեր չեն, այդ ուղղակի տենց է ստացվել։ Հիմա ըստ այդմ դու ոնց որ ունես այդ շանսը
այդ ամեն ինչը ինչ որ մի ձև քո մեջ պտտելու, հասկանալով, որ այդ ժամանակի մասին չի ել խոսակցությունը այդ, որովհետև դու էլ ժամանակի մեջ չես քննարկում են, ինչ որ դու օրինակ վերցնում ես լրիվ տարբեր տեղերից, ուզում ալնի երաժշտության ձևով, ուզում ալնի վիզուալի ձևով, ու այդ ընկալումը, որ գալիս է, այդտեղից էլ արդեն ոնց որ դու լիքը բան ըստ դրա ես էլի անում, այս ոչ միայն չես բաժանում, այլ ուղղակի դու համ ամեն ինչ ես, համ ոչ մեկ ես առանց մնացածի, էլի ինչ որ այսպես մեջտեղում մի բան է։ Ու այդ դրա մեջ ամեն ինչն է մտնում, էլի բառացի, ուղղակի ամեն ինչը մտնում է, չկա դրան սահման։ Ես դրա համար էլ հետ գալով այդ սկզբի, որ ասում են հայտի կոնջազ բան, ասեմ այդ մի ասեք տենց, որտեվ դուք ինքներդ տենց ձեզ սահմանափակում եք, որտեվ հետո ձեր մոտ մյուս հարցն է գալիս, եթե ձեր համար ինքը ջազ դաշնակահար է, նոր ալբոմը որտեղ է տեղավորվում ձեր ջազի ընկալման մեջ։ Ու ինչի է պետք ոնց որ այդ սահմանումը դնել, ոչ մի պարտադրանք չկա, նորից ցանկացած ստեղծագործություն ինքը նույնքան կարա հավանվի ու չհավանվի, այդտեղ ոչ մի չի կարա ասի դու պետք է իրան հավանես, թե չպետք է իրան հավանես, բայց թե ոնց ես դու իրան վերաբերվում, ու հետո եթե ստեղծագործողը գես, որ դու ստեղծագործում ոնց ենք վերաբերվելու քո ստեղծագործածին, ինքը պետք է ավելի բան կարևոր չափման միավորներ ունենա, էլի։ Հա, այդ ունիվերսալ մշակույթի թեման հետաքրքիր է, քանի որ խոսվեց ջազի սահմաններից, կա այդպես միտք դուրս գալ ջազի սահմաններից, չգիտեմ, օրինակ Տիգրան Համասյան, կոնցերտ, սիմֆոնիա, դասական ոլորտ։ Հա, արդեն այս վերջի քանի տարիների ընթացքում սկսել եմ ստեղծագործություններ գրել, մի հատ պատվերով ստեղծագործություններ իհարկե, commission ոնց որ ստեղծագործություններ եմ, առաջինը բանն էր, Կարնեգի ընկերությունն էր, որ պատվիրեց, մի հատ երգչախումբ կա, Room Full of Teeth է կոչվում, շատ լավն են իրենք, ժամանակակից 8 հոգանոց երգչախումբ է Ամերիկայից եւ իրենք այնտեղ ելույթ ունեն եւ նոր ստեղծագործություններ էին ուզում պատվիրեն եւ Կարնեգին իրենց ոնց որ պատվիրել էր որ գտնեն կոմպոզիտոր իրանք էլ ինձ էին դիմել ես այնպես մի տարի տանջվեցի այդ ստեղծագործության վրա առաջինը դա էր 2018 թվին հետո դրանից հետո Թավջութակի սոնատ եմ գրել հիմա այդ տրիոյի վրա եմ աշխատում դաշնամուրի տրիո Թավջութակ ջութակ այդ ֆորմատը սկսում եմ ավելի փորփրել տարբեր մանավանդ բան կամերային ֆորմատ է էլի դասական երաժշտության Մասնենք, բայց ինձ շատ ավելի շատ ժամանակ է տանում, ես կոմպոզիտոր չեմ, որ կարդում եմ լուրջ կոմպոզիտորները մի շաբաթում ինչեր են գրում, ասում եմ ուղղակի փագեմ այդ թեման, անցնեմ առաջ դառնամ սվարշիկ, կամ է ոնց Վահանը ասեց, սանտեխնիկ ավելի պահանջարկում է, ինքը շատ ավելի հայկական բառ է, չնայած սվարշիկն էլ սվարշիկը հայկական բառ է, պահանջը կա էլի, հավոն սանտեխնիկը բավականին պահանջիկ է, կարևորը սվիտերը ունեմ, մենք ամեն անգամ սվիտեր ունեք, հա էլի, ծակերով Վերջապես մարդիկ տեղի գտնում։ Այսինքն սվիտերը գտավ իր մասնագիտությունը։ Գտավ իր մասնագիտությունը, այստեղ։ Եթե պատվերներից է Երկու սոցի բայսից է, բայց մարդիկ եմ չմինայք դա։ Շարի տեման։ Պատվերներից խոսքը գնաց, այս վերջերս ֆիլմ էր մեկը խորհուրդ տվել, նու ասել էր Տիգրան Համասյանի երաժշտության մեջ հնչելու, բայց ֆիլմն էլ շատ հետաքրքիր էր, ճապոնական 2019 թվականի Ջո Օդագիրի, այնտեղ ավելի շատ հենց ճապոնական թեմատիկաներով կային գործեր, բայց առհասարակ քո արվեստը նման է ինչ-որ ճապոնական կուլտուրային։ Այդ պատվերների ժամանակ պատրաստի բաներ ունենում ես, ոնց որ զարգատով պահածոյացված, որ տես դեպքերի ժամանակ օգտագործում ես, թե տես պատվեր տվեցին դու հիմա 0-ից սկսում ես գրել դրա համար։ Չէ, 0-ից եմ սկսում գրել, բայց դինում եմ դեպքեր, որ կոնկրետ ինչ-որ մի հատ ձայնագրած ինչ-որ միտք մեկ է հասկանում եմ, որ շատ կարող է բռնել է սրան, ինչ-որ այդպես հանում եմ արխիվներից ես միշտ ձայնագրում եմ, ինչ-որ բան որ գրում եմ, միշտ հեռախոսով լինի ժամանակին կասետով էի ձայնագրում, հիմա այդպես հեռախոսով ձայնագրում եմ
ու մեկ-մեկ այնց հանում եմ այդ դավթարներից, բայց ընդհանրապես կոնկրետ Joy-ի պարագային ինքը շատ հետաքրքիր, նախ շատ ֆենոմենալ անձնավորություն էր, ու ինքը ինձ ուղարկեց մի 5-6 րոպեանոց ֆիլմից կադրեր, շատ սիրուն տենց, ու ուղղակի ասաց ինչ ուզում ես գրի, ուղղակի 3 մաս արա, ու տենց ես 3 տարբերակներ արեցի այդ դրա, ու այդտեղից սկսવા ու մեծամասամբ ամբողջ ֆիլմի երաժշտությունը այդ նախնական այդ գրված նյութից ենք օգտագործել, որտեղ ինքը ես հասկացա, այսինքն շատ խորը ճիշտ ձև էր, ճիշտ մոտեցում էր իմ համար, որովհետև իր համար կարևոր էր հենց առաջի իմ տպավորությունը, որ ինչ կծնվի այդ կադրերը տեսնելուց, ոչ թե դրա համար իր մոտ 10-15 հատ պրոդյուսերներ նստած չէին, որ ամեն մի կադրը ու ամեն մի երաժշտության նոտան փողում են։ Երբ որ մենք եկավ Լոս Անջելես, որ ձայնագրենք այդ սաունդթրեքը, եւ ուղղակի մենակ ինքն էր մի հատ պրոդյուսերով ու թարգման ճուի մի հատ կին էր եւ վերջ 3 օր ստուդիայում օր ու գիշեր ձայնագրում ենք, որ շատ այսինքն դեռ ոնց որ ես իմ ընկերոջ հետ ձայնագրվեի, այդ մոտեցում էր շատ զարմանալի։ Ինքը իդեպ թռավ եկավ Հայաստան մի օրում, որ ուղղակի իմ հետ ծանոթան։ Այդ էլ է շատ զարմանալի։ Ճապոնիայից զորախյուրում, մեր հարևանի քաշած օղին հյուրասիրեցին պատուղներով։ Ճապոնական հարաբերություններ։ Դրանից հետո ասեց ինչ ուզում ես։ Դրանից հետո դերասանների ցանկը հանեց ցույց տվեց, որ այսպես դերասաններն են եւ այլն։ Բայց շատ ու հետո մյուս բաժակից փոշմանեցել հայկական դերասանների եմ դել հանեցին, ոնց ուզում եք արեք, ուղղակի իմ անունը կարեք փոխեք, դաշնամուրներ դրանց անեք սրիքսա։ Բայց սյուժեն էր ֆանտաստիկ, այսինքն այդ 6 րոպեի մեջ չգիտեմ, այդ սյուժեի գիծը կար, դու գիտեիր ինչի համար ես գրում։ Այդ բանի նավավարի տրագեդիա։ Ինձ ուղարկել էր սկրիպտը ոնց այն բանը սցենարը ուղարկել էր, նախնական իհարկե մի քանի տարբեր, այսինքն process-ների ընթացքում, նաև վերջնական սցենարը, բայց ֆիլմը ես չէի տեսել, այսինքն ընդամենը 5 րոպեն էր, 6 րոպեն էր որ տեսա, հետո արդեն անդադ փոփոխվում էր նաև այդ process-ին, այդ վերջնական final cut-ը։ Այս մխկտացում էր, մանավանդ երաժշտությունն էլ տենց որ զուգահեռ սյուժեին գնում էր։ Երկու բառով ասենք ինչի մասին է ֆիլմը, նավավարի մասին ծեր, որը գետի մի ափից մյուս ափ մարդկանց է տեղափոխում, դրան զուգահեռ կառուցվում է կամուրջ ու ասենց պատկերով ասած այդ ոնց կամուրջն է կառուցում, տենց այդ ծեր մարդու ներաշխարհը փլվում է։ Դա զուգահեռ ֆանտաստիկ հետաքրքիր սյուժե էր ու ֆանտաստիկ հետաքրքիր երաժշտությամբ։ Վան, որ խնդրեմ բանից ոնց քեզ ներկայացրեցինք սկզբից էլի ալբոմի վիզուալ մասի դիրիժորը լավ էր։ Գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար կպատմես թե նկարված հոլովակների մասին, թե ալբոմի, թե ինչա սպասվում նաեւ ալբոմի հետ կապված վիզուալ առումով։ Իրական տիկոն խոսում էր, ինչ որ բաներ կար, հետաքրքիր է, բաներ կար խոսել ենք, միշտ բաներ կար, որ երբեք չենք խոսել, որտեվ ենթադրվել է, բայց ֆոտոն օրինակ բանի որ կա, շապիկի ֆոտոն որ կա, որը ֆոտո է։ Նկարել եմ, չքան 5 րոպե, հա, մի այդքան երևի, բայց լրիվ լուրջ դրանից առաջ ու էլի առաջ լրիվ տարբեր ֆորմաներով այդ միտքը կար։ Ու ես ուրիշ ձև եմ գրում իմ ոնց որ այդ մտքերը, որը որ կա չեմ ձայնագրում, գրում եմ, տարբեր ձևի տետրեր ունեմ, տարբեր տեքստերով, բայց այդ կտրտածի միտքը կար, այսինքն ինքը ինչ որ անվերջ ալեգորիաներ կա էլի այդ դրա մեջ, բայց այդ հələ մի կողմ թողելի ամեն մեկը իր ձևով ոնց որ լսի երեսությունը ու կարդա այդ շապիկը, բայց
այդ մարտիկ որ հիմա ոնց որ հետո են նայում մտածում են այդ նույն սերիայից պետք է լինի լիքը պրոդյուսերներ, որոնք որ գան մարքեթինգի ժողովուրդ, որոնք գան քննարկեն թե ոնց դիլնի շապիկը ոնց ինքն իրամ ծախի, կապ ունի դրա հետ չէ, բայց նույնիսկ չենք էլ քննարկել, ասենց շատ մոտարապես ընտրել ենք, մոտարապես ընտրել ենք ստուդիա, որտեղ նկարահանման այդ ժամկետը կիսել էինք երկու մասի։ Առաջի մասում Արնոսը Մարտիրոսյանը նկարում էր ամբողջ այս նոր ալբոմի հետ կապված ֆոտոները, որոնք որ հետագայում պաստառներում, մեդիայում եւ այլն պետք է օգտագործել, ու երկրորդ մասը ոնց որ պետք է ես նկարեի շապիկը, որտեղ որ ինքը հենց ոնց արվել կապ չունի, բայց տևել է այդ 5 րոպե։ Ու այդ շատ հետաքրքիր է, էլի, որ ոնց որ ոչ մեկի մոտ հարց չի եղել իմ կամ Տիկոյի, թե ինչի է կլինի, չի լինի, ինչը իմ մոտ համենայնպես այդ ներքին համոզվածություններ, ու այդ մի քանի տարբերակ էր, որից ուղղակի ասի սրանք, մի քանիսը բացառվեց, մի քանիսը մնաց ու վերջում հասանք նրան, որին որ կային, բայց այս ալբոմի ամենակարևոր առանձնահատկությունը, այս ալիչը ուղղակի դրամասներ, որ ինչքան մեջը կա էլի լիքը բան, ինչքան այդ վարքան ինչի, ամենամեծ առանձնահատկությունը այն է, որ այս ալբոմի մեջ լիքը մարդ է ներգրավված ու ամեն մարդ կոնկրետ անում է այն հենց ինչ ինքը անում է առասարակ լինելով, շատերը լինելով այդքան ունիվերսալ, այսինքն մեզնից ցանկացածը կարող օրինակ այդ ամբողջ ալբոմը սկզբից մինչև վերջ իր դիզայնն աներ, նկարեր, չգիտեմ, այն գործերը, որ կիսել ենք 5 հոգու մեջ, 7 հոգու մեջ, 10 հոգու մեջ, բայց օրինակ այնտեղ կա առանձին Վիլյամը Կարապետյան, ով ընդամենը այդ մանիֆեստ գրվածքն է մտածել, հա, մարդ որ կարար 0-ից հավաքել այդ ամբողջ բանը, բայց դրան զուգահեռ կանոնան, ով որ հավաքել է ալբոմի ամբողջ այդ դիզայնը, որը որ կա, դրան զուգահեռ կա Խորոն Մաթեոսյան, ով որ արել է այդ իլյուստրացիաները ու ամեն ինչը ինչ արել ենք, ի սկզբանե ոնց որ մենք բոլորս ունեցել ենք համ երաժշտությունը, որ լսենք, համ արդեն ընթացքում տեքստը, որ կարդանք։ Այսինքն անընդհատ նույն բանի մասին ենք, նույն քննարկումներն է եղել։ Համենայնդեպս ի սկզբանե այդ հարցերը փորձել ենք կրիստալիզացնենք ու տանք մեզ անընդհատ այդ ինչ ենք այս ամեն ինչը անում, ում համար ենք այս ամեն ինչը անում, որտեղից ենք այդ ամեն ինչը վերցնում, հա, ու այդ հարցերը ամեն մեկի մոտ ոնց որ իր ֆորման է ստացել։ Մեկի մոտ այդ դարել է փաստորեն այդ տեսքի գրվածք, մեկի մոտ այդ դարել է այդ տեսքի դիզայն, մյուս դարել է դրո, ու այդ անverջ շարունակվելու է դեռ։ Ու հետ գալով արդեն այդ ալբոմի մասին ու հետ գալով արդեն կլիպերի մասին, այդ տեսահոլովակներն է այսօրվա դրությամբ մենք ներկայացրել ենք երկուսը, որոնցից մեկ առաջինը հենց Կարենի Միրզոյան ստեղ ինչ որ բարեր է պետք դնել կլիպ բառից առաջ ընդհանրենք ֆանտաստիկ կլիպն է կամ անհավանական կլիպն է, որտեղ անverջ քանակի ֆոտոներով է հավաքած ու առաջին ու ամեն տեսալովակ ինքը ոնց որ վիզուալի տակ ունի իր բառը, երևի դա ճիշտ կլինի ասել, ոչ թե ուղղակի միտքը, այլ հենց բառը, ինչ ոնց որ մարդը նայելուց ինչ բառին պետքա գնա, ինչ բառ ենք մենք փորձում տեղ հասցնենք։ Ու դա Կարենի դեպքում այդ ամեն ինչ որ առումով կար ու շատ լավ ոնց որ համընկավ այս ալբոմի հետ։ Այն երկուսը ոնց որ 0-ից հավաքած է ու Կարենի դեպքում եթե այդ բառը դու ես, այսինքն դու քո հետ ինքնաբավ լինելու թեման է, ինչի մասին որ խոսում էինք։ Երկրորդը, որը որ արդեն դուրս է եկել, որ կոչվում է պատերազմի ժամանակվա պոեմ, այդտեղ երկու կարևոր պահ կա, մեկը երեխեքի ֆակտորն է պատերազմի ու առհասարակ այս իրականության ժամանակ, որովհետև մենք ինքներս կապ չունի ինչ տարիքի լինենք, մեկը ինչ որ բաներ ենք տեսել, բարդ օրեր ենք տեսել մեր կյանքում, եկեք անոտ տենց դնենք, հա։ Երկրորդը այդ հիշողությունն է։ Հիմա այստեղ արդեն ով ինչը կվերցնի, բայց այդ երեխեքի թեման այնքանով է կարևոր, որ իրանք ոնց որ մեծանալու են, հա, ու ոնց որ մարդի իրանք ինչ որ ուրիշ նոր բաներ են անելու իրանք կյանքում, նոր բաներ են ստեղծելու, այսինքն ոնց որ այդ երեխեքին ուշադրություն դարձնվի իմանան, որ այդ մարդիկ են, որոնք որ ոնց որ այդ անցնելով են գալու հասնեն sense բաներին։ Ու ոնց որ մենք ինքներս մեր հերթին էլ հիշենք, որ այդ ամեն ինչը առհասարակ եղել է մեր կյանքում, այսինքն ու դրա համար ոնց որ այդտեղ վերցրել եմ օգտագործելու 3 մարդու նկարած այդ Արեգի Բալայան, Անժելայի ու Դավիթի Աբրամյան կադրերն են, որոնք ամենաշատը կապ ունեին հենց այդ օրերի հետ, այսինքն Անժելան ընդհանրապես մնացել էր բլոկադայում, Արեգը դե ամբողջ կյանքում ապրել էր Ղարաբաղում, համ 16 թվին, համ 20 թվին, ասեմ մարդիկ, որոնք ամեն ինչ ու Դավիթն էր իր հերթին, իր ամբողջ ընտանիքը ընդեղից էր ու ես այդտեղ չեմ էլ փորձել ինչ որ նոր բան հորինեմ, այլ այդ ուղղակի պետք էր իրանց խոսել, ասել այսենց երկ կա, այսենց միտք կա ու ուզում ենք այս երգով ու այս մտքով հավաքենք շարք կադրերի, որտեղ որ ինքը ոչ խնդիր կունենա ինչ որ դոկումենտացիայի կամ դոկումենտալ օրերով կամ ինչ որ դեպքերով պատմել թե երբ ինչ է եղել, բայց մյուս կողմից այդ երկու կարևոր խնդիրը կունենա երեխեքի հետ կապված ու այդ հիշողության դոկումենտի հետ կապված, որ ամեն մեկը
ոնց ուզում է այդ մասը հիշենք։ Ու դուրս է գալու երրորդ կլիպը Մարտին, որը Կարենի Ավետիսյան արդեն նկարած կլիպն է։ Մի դերասանով Վալենտինան Դավիթովյան, որ մեջը խաղացել է, ու այս մարդիկ, որ sense անուններ եմ ասում, հիմնականը իրանք հենց այդ Ռամբալի հետ կապ ունեցող մարդիկ են, այդ շատ տարօրինակ ու կարևոր պահ է, որ դու 10 տարի փաստացի հավաքես մարդկանց, մտածես կոնցեպտներ եւ այլն, ու 10 տարի հետո այդքան տիկոին իմանալով, այդքան լրիվ ու տարբեր բաներ իրար հետ անելով, 10 տարի հետո նոր հասնես այն կետին, որտեղ որ ոչ մեկի մոտ համենայն դեպս հիմա դեռ հարց չի առաջանա, որ ալբոմի անունը պետք է լինի մանիֆեստ, որ մեջը պետք է լինի տեքստ, որ մենք ինչ-որ բան պետք է ասենք, նաև, այսինքն էսենց բոլորիս համար ինչ-որ էպման կետի նման տեղ է դարել։ Իսկ Արենինը պաստորեն բառը, որ կա, հենց այդ անընդհատ փորելու մասին է, անընդհատ ինչ-որ ինֆորմացիան լույսի ձևով, որ քեզ ինչ-որ ձևի մեծացնում է, զարգացնում է, հա, որտեվ դու մենք սկսում սովորենք կրթվել, չգիտեմ, մանկապարտեզում, դպրոցում, համալսարանում, թե ինչ-որ մի կետից մեկը գալու է այդ սեփական կրթվելու պահը, ու ոնց ես դու այդ ոնց ես անընդհատ քո համար հետաքրքիր մնում, լավ, sense մի բան։ Այս ինչ վերաբերում է հոլովակներին, չնայած այդ անվերջ խոսակցություններ են, որ էսե կարելի է ստեղ անել, էսե կարելի է sense անել, բայց այդ երեքը, որ երկուսը կան ու երրորդն էլ դուրս է գալու մոտակա։ Իսկ երրորդը չասեցիր, որ գործի։ Երրորդը այ հենց ինքը շատ տրամաբանական գործի վրա է, կոչվում է բոլոր փնտրողներին նվիրված բան, Prelude, հա, նախերգանքը առաջի գործը։ Հենց ոնց կա, հենց այդ փնտրողները որ կան, այ հենց այդ փնտրելու մասին է ինքը մեծ հաշվով, այսինքն ինքը սկսվում է սև տեղից ու վերջանում է սպիտակ տեղով։ Աշխարհի բոլոր փնտրողներին։ Ամբողջ մետամորֆոզը որ կա, ոնց ենք մենք փնտրում, ոնց է դառնում այդ առաջի կետը, որ ուղղակի sense նոր ինչ-որ բան ես տեսնում, ու վերջապես այդ հաճույքը ստանում ես, հա, սեփական այդ փնտրտուքի միջոցով քո սեփական տեղին հասնելու, մինչև քեզ դարձնել ինչ-որ մեկը, որ էլ քո համար այդ ինչ-որ նոր չի, այսինքն գործողությունը քեզ շատ ծանր է տրվում, բայց ամենայն դեպս էլ հարցական չի, թե դու ինչի պետք է այդ անես։ Ու դե արդեն մայիսին Գյումրիում կլինեն, ու Գյումրիում անպայման կլինեն 3 համերգներ, մի քանի պատճառով 3, նախ որ ընդեղի դարիչները այնքան մեծ չեն, ինչքան ստեղից, դա եթե անենք մեկը կամ երկուսը հաստատ չենք հերիքի։ Երկրորդն էլ Գյումրիում, որովհետև իմ համար անձամբ, ինչքան ես Գյումրիից չեմ, շատ սիմվոլիկ է, որ հենց այս մանիֆեստացիան ու ազնիվ խոսակցությունները տեղի ունենան Գյումրիում։ Տիկոյի դեպքում, նկատեմ Տիկոյի դեպքում, էլի, այսինքն ոնց որ դու միացած երկար կյանք ես ապրում, այդ տենց հերոսի վերադարձը նման մի բան է, էլի, որտեվ Տիկոն ունեցել է համերգներ Գյումրիում, բայց համենայնդեպս որ հենց այդ գլխավոր սոլո համերգները Երևանում չլինեն, մենակ Գյումրիում լինեն, համոզված եմ, որ այդ տենց բավականին բան է անելու, բոլորին խառնելու է իրար։ Պետք է գնանք հասնեն Գյումրի։ Ամբողջ Այս են մոտակա բաներն է, որ պլանավորած է։ Հետո էլի բաներ է պլանավորած, բայց արդեն Գյումրիում էլ բեմի հետ կապված հիմա քննարկում ենք այդ ամբողջ բեմի ճարտարապետությունը։ Այսինքն համերգը ինքը իրանից բացի նրանից, որ դե parza կլինի հենց երաժշտության մասին, նաև կլինի էլի ու էլի այդ վիզուալի մասին, որովհետև ամեն ինչը կարևոր է, այսինքն ինչ ես դու լսում ու որտեղ ես այդ լսում ու ինչ ես դու տեսնում այդ լսելու ժամանակ, հա, հակառակ դեպքում բոլորը ուղղակի սև դահլիճներում համերգներ կտային, ինչի է ստեղծվել այդ ամբողջ համակարգը ու ինքը երբեք չմնա այդ չի կարա Տիկոն նվագի մի բան ու ուղղակի ձեռի հետ այնտեղ լույս միացվի, որովհետև ոնց որ այդ կխանգարի այդ նվագին։ Ամեն դեպքում կխանգարի, կարելի է ավելի པարզ օրինակով, հա, չի կարա Տիկոն նվագի մի բան, ես ամբողջ համերգի ժամանակ լույսը սենց գցեմ դեմքիդ, որտեվ ինչ որ մի կետից քեզ էլ արդեն մեկ կլինի ինչ է ինքը նվագում։ Ու այդ վերաբերում է ընդհանուր ամեն ինչին, չի կարա նվագի մարդը Հայաստանում, օրինակ, նվագի համերգ ու այդ համերգադահլիճը ցուրտ լինի, որովհետև ինքը ավտոմատ ազդում է քո ընդհանուր ընկալման վրա այդ պահի։ Այսինքն մենք ուզում ենք ոնց որ այս խոսակցությունները, որ կա, ինքը անընդհատ լինի այդ ամբողջական խոսակցությունը, որտեղ ամեն մեկը անի այն, ինչի ինքը անում է ամենալավը։ Ու այդ վիզուալ թիմն էլ հենց այդ մարդիկ են, ովքեր հենց ճարտարապետներ են, ովքեր որ էլի նույն ձևի կարդալով տեքստը, լսելով երաժշտությունը, այս հարցերի մեջով անցնելով, պետք է մտածեն, թե մարդը որ գա նստի այնտեղ, ինչ է տեսնելու։ Հա, ոնց է անելու, որ այդ ոնց որ այդ վիզուալ մասը օգնի ալբոմի մտքի այս բոլոր հարցերի երաժշտության այս ամեն ինչին, էլի։ Ոնց հասկացա, այս մանիֆեստը առաջին լուրջ հավաքն է, այդ նույն գաղափարներ ունեցող, նույն զգացողություններ ունեցող ստեղծագործողների, բայց եթե տեքստ լիներ, այսինքն ինչի շուրջ են հավաքում այս ում անունները նշեցիք այդ ստեղծագործողները։ Իրականում ես համոզված եմ, որ քանի որ ոնց որ ինքը դուրս եկավ հենց Տիկոյի տեքստով, շատերիս մոտ այդ տեքստը մեր ձևով կրկնվում է։ Այսինքն եթե մի վարկյամ մոռանանք, որ այդ Տիկոնը գրել, այլ իրան նայենք ուղղակի ոնց որ մտքերի ինչ որ մի հատ խումբ, հա,
եթե դու մի վարքյան կարդաս այդ տեքստը ու փորձես հասկանաս ինքը քո մեջ զնգում է, թե չի զնգում, ինչ որ կետեր կան, որ չի կարա չզնգա։ Այսինքն տեքստը որ վերջանա նրանով, որ այս ամեն ինչը մի կողմ, բայց իրականում ես ընդդեմ միտեղ դաշտում եմ, այդ տենց է sense տենց, այսինքն առանց սպոյլ անելու թե ինչի մաս է տեքստը, ես ինքը ժամանակ առ ժամանակ, sense ոնց որ այս իրականությունը որ կա, ոնց որ ուղղակի չլինի, sense ինչ որ միտեղ հերրու միտեղ եմ անջատված են, որ հետդ խոսում են, որ տենց կեսից մեկ էլ հա, բան, sense կապ չունի ոնց, այսինքն անպայման չի որ դու այդ տեքստը բառացի ընդունես որպես օրենսգիրք, բայց կարևոր է որ այդ տեքստը քո համար օտար չլինի ու այդ տեքստը որ կա դու կարդաս ու գտնես քո արձագանքը այդ տեքստի հետ ու ինքը իսկականից հավաքվել է բոլորիս, որովհետև ոնց որ պետք էր ինչ-որ ձևով բան անել, այդ բանը շարժել, այդ մոտորը շարժել, հա, այդ գործողությունը տալ ու բարձրացի Տիկոյի դեպքում այդ ամենալավն է միշտ սովորաբար սպասվում են, ինքը ինչ որ բան սկսում է, հետո շատերի մոտ ամեն ձևի տարբեր տենց ոգեշնչումներ եւ այլն ալում, ստեղ գոնե փորձել ենք այդ համակարգենք, այդ ուժը չփորձենք կորցնել։ ու արտահայտչամիջոցի տեսանկյունից երաժշտությունը երևի ամենազորեղն է։ Տիգրան, ոնց ես կարծում, եթե էլի այդեն սահմաններ չդնենք, բան, բայց ամեն դեպքում էլի երաժշտությունը այդ ամենաուղիղ ձևով, այն որ ինքը չել հարցնում լսողին, ինքը կարող է միանգամից գնա ուղեղ մտնի ու կարող է չհելնի նույնիսկ էլի, այնց ինքը պարտադրող բան է, էլի համեմատած վիզուալ արվեստներին, համեմատած գրականությանը, տեքստին, նույնիսկ եթե տենց են պարզ օրինակ էլի օրորոցայինը, էլի, այսինքն բարուրի երեխու վրա ոնց կարաս ազդես երաժշտությամբ ու օրորոցայինն էլ կար այդ մանեին նվիրված, դա ֆանտաստիկ էր։ Այս առումով, այսինքն տենց միտք եղել է, որ համախմբվեք Տիգրանի շուրջ, համախմբվեք երաժշտության շուրջ, որ ձեր ասելիքը մեսիջը ավելի տենց ուժեղ ձևով կարողանա տարածվի։ Համախմբվել չէ, բայց համախմբվել, հա, այդ ինչ որ մի բան է, որտեղ բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ այս շատ երևալու է, էլի, այսինքն այս հնարավորությունը այդ ամեն ինչը ինչ որ ձև խոսելու։ Ու ես հա հետ եմ գնում այդ օրերին, որ հələ ոչի բան չկար ու Տիկի այդ խոսում եմ, մեկ մտածում եմ, լավ, ասենք որ քննարկեինք, օրինակ ասենք քննարկման ընթացքում Տիկոն ասեր, հա, շատ լավ է, բայց օրինակ թող մանիֆեստ չկոչվի, կամ լավա միտքից դուր գալիս է, բայց արի ուրիշ բան մտածենք, բան ինչ է լինելու, էլի։ Հետել են քննարկել։ Օրինակ ինչ։ Դե հիմա ասած ես ինչ որ տարբերակներ կա։ Պերսոնան մյուս տարբերակներ։ Դա պերսոնական, բայց մեկը ոնց է անձի շուրջ։ Բայց էլի Բերգմանի, հա։ Ну, հա, մանիֆեստ է բոլորի, հա, դից նայես, բայց բան էր, էլի, գիտես ինքը մի հատ տարօրինակ կետ կա, հենց Ռամբալը որ կա, ինքը քանի որ երբեք ֆինանսական չի եղել իր ձևով։ Միշտ այդ հարաբերությունները շատ հետաքրքիր են եղել։ Այսինքն լիքը ժամանակ անընդհատ ու իմ մոդել ու շատերի մոդելին շրջան դեռ հարցեր կա ու անverջ, ինչի ենք էս անում, ոնց է ստացվել, ինչ ով կա այս ամբողջ պատմության մեջ, բայց նաև ինքը ունի շատ հետաքրքիր ազնվության կետ։ Ու ոնց է ստացվում, պատկերացու լավ, օքեյ, այդ հերթականությունը, հա, կա այդ երաժշտությունը, կա արդեն անունը, հա, կա ենթադրենք ֆոտոն, ու դու սկսում ես հերթով ժողովրդի վրայով անցնել, օրինակ ասպես խորորին նայես, sense բան ենք մտածել, ու մտածում ենք, որ մեջը լինի իլյուստրացիայի հետ կապված բան, որ այս բոլոր մտքերը կվիզուալիզացնի։ Մարդը ազատ է ընտրելու, ինքը իրան հետ հետաքրքիր է, թե չէ, որտեղ նույն խորոյին, նույն Ռամբալի շրջանակներում լիքը տարբեր բաներ ենք մտածում, ու ինքը կես ասում է հետաքրիր է, կես ասում է հետաքրիր չի, ու այդ կետից ինքը էլ չի շարունակում իր լինել է այդ նախագծի մեջ։ Հիմա այստեղ ոնց որ այդ համախմբել ինչ է ասում համ հա համ չէ, որովհետև ի սկզբանե բարձա միտքը չի եղել, արի sense բան անենք, որ դու էլ համախմբես, որ չգիտեմ ինչ ցույց տանք եւ այլն, բայց մյուս կողմից ստացվել է ավտոմատով, որ ում ասել ենք արի այս մասը դու արա, երբեք չի մերժել։ Ոչ միայն չի մերժել, այլ շատ ոնց որ բան է զգացել, պատասխանատվության ինչ որ շատ կարևոր կետ է զգացել, որ այդ ինքը, որտեվ օրինակ նույն չգիտեմ, վիլոյի գրվածքը որ կա, դու իրան հերվից որ նայես առաջի հասկից նույն վինիլի վրա, դու չես տեսնում այն բոլոր դետալները, ֆիզիկապես չես կարա տեսնես, որտեվ ինքը փոքր չափի է։ Բայց եթե դու ասենք չգիտեմ, on-line-ում մտնես իրան զում անես, դու կհասկանաս, որ այնտեղ ամեն տառը 8 տեղից ծռած է ուղակի։ Ու այդ ներվը որ կա, ինքը հենց սենց չի։ Հիմա ինչքան էլ այդ ամեն ինչը մեկ-մեկ շատ սենց բան է հնչում, ոնց որ դու լսում ես երաժշտությունը վիզուալիզացնում ես, հա, շատ սենց պարզ միտք է հնչում, բայց այդ տենց էլ սովորաբար կա, որտեվ ես ինքս հələ մինչև նվագել ինչ որ բաներ, մինչև նկարել եմ, ինչ որ բաներ տեսել է արդեն ալբոմից։ Ու մեկը ինքը պետք է վիզուալիզացվի քո հետ, որ կապ ունենա վերջի, այսինքն այդքանով իսկ հա համախմբելու, որովհետև մեկը ի վերջո մենք խոսում ենք երաժշտության մասին, այսինքն խոսում ենք այս ալբոմի ու երաժշտության մասին։ Չի կարա չլինի։ Ինչ որ մի կետից պետք է սկսես։ Իսկ այդ կետը այդ անverջ այդ որ 15 տարի առաջ է կար, 10 տարի, 15 տարի։ Ռամբալում 2 տարի, 3 տարի առաջ այդ հիմնը որ կա,
բաներ, պաստորեն այնտեղ այս վերջերս եմ ֆայմում, որ այնտեղ այդ մասը որ կա, բոլորով սկսեցին ձայնակցել ուղակի այդ երգին, ու հենց տենց էլ պրծավ Ռամբալում համերգը, որ ուղակի բոլորը իրար գլխեին զուգարանից էին լսում, չգիտեմ որտեղից էին լսում, ինքը հենց տենց այդ համերգը պրծավ, չէ, տենց այդ երգով չպրծավ։ Դիվար այդ երգով պրծավ, այդ երգով պրծավ, որտեղ բոլորը ուղակի հետը երգում էին։ Շատ sense տարօրինակ զգացում էր, մի սենյակ մարդ ուղակի երգում էին, ու այն ժամանակ իմ համար այդ այնքան sense ծանոթ երաժշտություն էր, հա, կարող է ինչ-որ համերգին էի լսել, բայց մեկը ինքը նես տպարություն էր, հա եղել է։ Այսինքն չգիտեմ, ինչ որ միտեղ եղել է, հետո չէ, հետո դուրս է եկել, հետո նորից եղել է, բայց հիմա որ լսում եմ, հասկանում եմ, փաստորեն այդ հիմա էս ալբոմը նոր դուրս է եկել։ Բայց 2 տարի առաջ մարդիկ ուղղակի տենց կանգնած երգում էին, որպես հիմն, տենց որ այդ բանը էլի, շատ տենց մանր խոսակցություններ են, հա, բայց սիմվոլիկ շատ խոսակցություններ են իրան ձևով։ Ազգային ապաշխարության հիմն։ Քանքում բառը հայերեն չի թարգմանել այդ բանը երգ։ Պետք է թարգմանել։ Բայց կան, հա։ Շատ բան։ Ավելի ծանր։ Շատ տիպողական է, ավելի մեղավոր, բոլորը թիմ։ Նարեկացիոց ասած։ Բանի առումով, ազդեցությունների առումով եթե լի պատմությանը վերադառնանք երաժշտության, իսկ չգիտեմ Եկմալյան Կոմիտաս, Խաչատրյան բոլորը ինչ որ կրթություն են ստացել, այդ կրթությունից են ազդվել ու հետագա ուղղությունը կապված է։ Հիմա քո կրթությունը ինչ ազդեցություններ է ունեցել քո վրա ու հարցը հետեւյալն է։ Եթե հիմա կենտրոն բացես երաժշտական էլի, այդ ինչ ուղղվածությունների համախմբման է։ Շատ լավ հարց էր։ Մոտ ռոքն ու ջազը նախ զուգահեռ են։ Այդ ազդեցությունները զուգահեռ են եղել, որ եղբայրս ջազի սիրահար էր, հայրս ռոք։ Չգիտեմ, ծնվածս օրվանից տունը այդ երկու երաժշտությունները միշտ եղել են։ Բայց հետո նաև դրան ավելացավ դասական երաժշտությունը եւ ջազի նույն այնպիսի արտիստներ ինչպեսին են Young Arbarek-ը, Keith Jarrett-ը, իրենց շնորհիվ նաև միացավ հայկական ժողովրդական երաժշտությունը եւ ընդհանրապես բոլոր տարբեր ազգերի ժողովրդական երաժշտությունները, բայց այդ 4 ոնց որ ճյուղերն են։ Ոչ միայն ժողովրդական երաժշտություն, այլ նաև հոգեվոր երաժշտությունը, դա շատ կարևոր է։ Որտեվ ես բացի հայկական հոգեվոր երաժշտությունից, որը շատ նույն հիմքերն ունեն, ես նաև շատ եմ լսում եւ անվերջ տարված եմ եվրոպական միջնադարյան վաղ միջնադարից սկսած այդ երաժշտությունով, հա, Պեղոտանի նույն առաջի, այսպես ասած պոլիֆոնիաները, որոնք ծնվել են մինչև ու ավելի ուշ ռենեսանսի վերածննդի երաժշտությունները, եվրոպական երաժշտությունը, նաև ինչու՞ չէ բյուզանդական երգեցողությունը, որը շատ եմ սիրում։ Այդ 4 ճյուղերն են, կարճ ասած։ Հա, իմ համար դրանք շատ իրար հետ կապնված են, որ խոսում ենք այդ ժանրների ոնց որ չլինելու, այդ սահմանները չլինելու, իմ համար այդ կա։ Իհարկե ես գիտակցում եմ, որ ասենք ինչ գործոններ են պետք, որ այս կոնկրետ ստեղծագործությունը ավելի ընկալվի որպես պրոգրեսիվ ռոք կամ ասենք ջազ, բայց ամենայն դեպս իրանք բոլորը կապված են ու այդ բոլոր երաժիշտների, բոլոր արվեստագետների մոտ այդ կա նույն Դեբյուսին ինքը այդ հարմոնիայի այդ նոր մոտեցում է այդ ժամանակի, ինքը շատ էր հետաքրքրված արևելքով ու այդ ժամանակ ընդհանրապես այդ տենդենսներ այդ գնալ Հնդկաստան եւ այլն այդ կամ լրիվ հեռավոր արևելքի մշակույթը նույն ճապոնացոնց, չինացոնց այդ այսինքն իրանք բոլոր արվեստագետներ են նոր բաներով հետաքրքրում ուրիշ ազգերի մշակույթներով օրիենտալության, հա, բայց այսինքն այդ բարիերը ոնց որ ասես
դասական երաժշտությունը միայն դասական երաժշտությունից է ազդված, այդ ուղղակի սուտ է։ Որտեղ այնտեղ ամեն ինչ կա, նույն դասական բարոկ երաժշտությունը, այդ շատ ժամանակներում այնտեղ հիմներ կան նույն եկեղեցու, որ նույն Բախը եւ ոչ կոմպոզիտորներ իրենց տեղ ներկայացրել են, բայց դրանք շատ ավելի հին հիմներ են, կանտատաներ եւ այլն։ Նույն Դեբյուսիի պարագայում ազդվել է տարբեր ժողովուրդների երաժշտությունից, պենտատոնիկայով, նույն այլն։ Նույն Կոմիտասի այդ հանդիպման դրվագը իր հիացմունքը որ հայտնել է, այդ ձև ես չեմ տեսնում այդ սահմանները ու եթե դպրոց հույսով եմ կլինի, այդպես ծրագիր կա, այնտեղ կլինեն տարբեր այդ սինթեզը։ Հա, ինչ որ համախմբող բան կլինի։ Այստեղ ավելի շատ կոնտենտն է կարևոր, այսինքն հետո դու կարող ես իրեն տարբեր փաթեթավորումներ ստանալ, տարբեր ոճային, այսպես ասած դիզայն անել, բայց կոնտենտը կարևոր է ու հենց անձնական մոտեցում է այդ կոնտենտին, էլի, այդ նյութին, նույն ժողովրդական երաժշտության, ոչ թե ինչ որ տրենդային, ինչն է հիմա տրենդային, ես է փորձեմ այդ ձև մշակեմ կամ այդ ձև անեմ, այդ ինչ որ մոտեցումը դա լինի, այլ ավելի անձնական լինի։ Այսինքն էդի ինչ-որ մոտա նյութականանալուն էդ իդեաները, այսինքն չգիտեմ։ Երբ կարա շենք ունենա օրինակ ավելի կոնկրետ։ Շատ հեռու չի, բայց շատ մոտել չի, որովհետև ինքը շատ ժամանակատար process է, բայց արդեն արվում են առաջին քայլերը կարելի ասել։ Արդեն վաղուց ուանից է իդեպ այս թեման շոշափվում, բայց արդեն կոնկրետ քայլեր է ձեռնարկում այս գաղափարի իրականանալու համար։ Իմ համար ամենակարևոր գաղափարն է, դա անեմ, կարող եմ ուղղակի էլ երաժշտություն չգրել են։ Վերադառնանք սանտեխնիկային, այո, սվիտերն եմ անանց եթե կա։ Սվիտերը կա, Արչեգից վերցրել արդեն կա, համազգեստը։ մի հատ ձմեռային մի բան կա, բանը։ Տակից բան կա։ Տակից պատրաստ փոխավիկ։ Ցակոտ փոխավիկ։ Շատ մերսի Տիգրան, որ որոշել ես Հայաստանում շարունակես քո գործունեությունը ու այն ինչի հասել ես, դա ոնց որ կծառայեցնես մեզ բոլորիս ու այսքանով համարենք մեր նախերգանքը որոնողների համար ավարտված։ Շատ վարկի մասկա, այսքանից հետո սենց վերցնեինք, հագնեինք այս վարկի մասկեկը, մարդը մի գործիկ դες վերցնեինք ու գնայինք մեր գործերի, չէ՞, ինչ հիմնական գործը։ Տալիս եք վարկի մասկեկը։ Չէ, ուրիշ բան հարց է ուզում տալ։ Հա։ Տիգրան, ես լսում էի, այս մանիֆեստը նախագիծը իրականում ինչ որ սահմաններ է։ Ու մտածում եմ, այս քեզ բերել են տեքստի դաշտ, պատկերի դաշտ, քո մյուս մասը, երաժշտության մասը ոնց որ սկսում է այս կողմ գալ, դեպի տեքստ, վիզուալ, դա քեզ չի խանգարելու։ Ինձ թվում է քեզնից ինչ-որ բան են տանելու եւ դու այնտեղ ազատ չես ելնելու։ Չէի ասի, որտեվ համենայն դեպս այդ իդեան ոնց որ իրար հետ երաժշտությանը լսելուց հետո ու նաեւ այդ ճանապարհով անցնելը, որ տեքստը համենայն դեպս ես պետք է գրեմ ու ոնց որ ինձ էլ ոնց որ իմ համար էլ հետաքրքիր էր ու առանձնահատուկ ոնց որ պահեր, որ ես այդ ինչ որ մտքերս արտահայտեմ, ինչ որ կուտակված բաներ կար, մտքեր կային, որ ուզում էի արտահայտել։ Դրա համար
իմ համար էլ էր նախ հետաքրքիր, հետո երաժշտությունը sense տենենց սահմաններից դուրս է ու ինքը ամենայն դեպս ծնվել է մինչև այս ամեն ինչը քննարկվել է թե ինքը ինչ վիզուալ տեսք է ունենալու տեքստի այսինքն ի հայտ գալը բայց երաժշտությունը ինքը իրանով արդեն ոնց որ այդ մանիֆեստը պատմում է հիմա ստեղ այդ հարցն էր որ Վահանը ասաց արի ամենայն դեպս փորձենք զտենք որ բառեր գտնենք դրա համար ոնց որ երաժշտությունը ոնց ինչքան է փորձես երաժշտությունով ինչ որ բան կոնկրետ իդեա ներկայացնել ինքը մեկը ուրիշ բան է լինելու մեկը ինչ իր մեջ չեմ ուզում ասեմ սուտ է լինելու բայց ինքը ուրիշ չես կարող դու 100% ներկայացնես դրա համար տեքստն է 100% չի ներկայացնում երաժշտությունը այսինքն տեքստը ուղղակի իրանք ոնց որ մի տեղից եկել են բայց իրանք իր առանձին ապրող բաներ են նաև ու իր հետաքրքրությունն էլ նաև դրանում է այսինքն ինքը տեքստը նաև ինչ որ տենց լուրջ տեքստ չի ու լուրջ մանիֆեստ էլ չի ընդհանրապես ուղղակի իրանք մտքեր են այսինքն մանիֆեստի ինչ որ բանաձևին հետևելով փորձել եմ գրել դա այսինքն ինչ որ բաներ կա որ ոնց որ տեղ կա որ ոնց որ հինը դու քննարկում ես ինչ որ մի բան շղթում ես ու նոր բան ես առաջարկում այդ փորձել եմ որ լինի բայց ինքը ավելի շատ մտքերի մի քանի մտքերի հավաքածու է էլի բայց երաժշտությունը կար այդ կարևոր է մի հատ հարց էլ տամ էլի երաժշտությունը վերջացրիր ստեղծագործությունը հետո ինչ ես անում քո հետ ինչ է կատարում ուզում եմ հասկանամ դու չգիտեմ զզվում ես քո վիճակից որ այդքան տարապել ես կամ չես ուզում ոչ մեկին տաս այդ երաժշտությունը լսի ուզում եմ հասկանամ դրանից հետո քո հետ ինչ է կատարվում օրինակ մարդիկ կան չգիտեմ գրում են հետո ճղում են ոչնչացնում են ուզում եմ տեսնեմ ինչ ես դու ապրում այդ պահին վերջացնելուց հետո սպասում եմ անամբեր երբ է դուրս գալու որտեվ ես արդեն այդ միևնույն ժամանակ 10 տարբեր բաների վրա եմ աշխատել եւ արդեն միտքս ուրիշ տեղ է այսինքն հիմա պատրաստում եմ բնականաբար որտեվ պետք է գնամ այդ ստեղծագործությունները նվագեմ համերգներին դրա մեջ եմ բայց նաև լրիվ դրանից դուրս եմ այդ լրիվ ապրում եմ մանավանդ մի երկու շաբաթ առաջ մինչև մի երկու շաբաթ առաջ հոգևոր հայկական հոգևոր երաժշտություն մշակելու դա դասական տրիոյի ֆորմատի մեջ էի բայց ինքը նույնիսկ այդ այդ ալբոմը գրելու ժամանակ ինքը մի 1000 մտքեր են ծնվում տեղ ու այդ ամեն ինչը սենց էլի կուտակվում է այս այդ նույն բանը դրանից հետո իմ մոտ բան է ուզում եմ ուղղակի գցեմ անգամ ացնեմ առաջ էլի ու այդ ձևը լինում է այսինքն ինքը ոնց որ այդ ալբոմը այդքան տանջվում անում ես այդ process-ն է կարևորը էլի ու հետո ուղղակի տես գցում ես հետո մի 5 6 7 տարի հետո մի անգամ դες լսում ես ասում ես հետաքրիր process-ով ես անցել երաժշտությունը քո ներքնաշխարհն է էլի չէ քո ներսում կատարվածն է այն ինչ որ չես կարող արտահայտես ինքը մեկ չես ափսոսում որ այդ ներաշխարհը սենց գցում ես բոլորի ոտքերի առաջ չեմ ափսոսում չէ որովհետև ինքը process է որ պիտի լինի ու դու ինքդ քեզնից բան ես սովորում երբ որ հանրայնացնում ես դա այսինքն երբ որ ոչ թե դու սովորում ես ինքդ նայում ես ով ինչ արձագանք տվեց ու դրանից բանն ես հա դա էլ իհարկե չես կարող անտեսել բայց ավելի շատ
ոնց որ ուրիշը լսում է դու մի քիչ ավելի ուրիշ անկյունից ես քո երաժշտությունը տեսնում արդեն երբ որ հանրայնացնում ես ու մանավանդ որ մի քիչ է ժամանակ է անցնում ու այդ հանրային է այդտեղ արդեն ավելի ոնց որ քրիտիկական ես մոտենում այն հարցերին թե ինչը կփոխեիր ինչ չէր որովհետև եթե ուղակի քո մոտ գրած լիներ ու տանը դրած դու կարող է ոնց որ հա էլի կաշխատեիր բաներ կփոխվեր քո մեջ բայց այստեղ ավելի sense ոնց որ ամեն ինչ པարզ է դառնում տարիների ընթացքում էլի որ արդեն հանրային է բայց նաև ես օրինակ շատ կուզենայի լուրջ մեկը երաժիշտ քրիտիկ բանաներ ալբոմը քլնգեր լավ մինչև վերջ թեկուզ քվուրներով